Ողջույն, Ողջույն, հոկտեմբերի 28-ն է, ժամը 4:15 և 20 աստիճան։ այո, այսօր ամենատաք օրը եղավ։ Այսօր հա լավ է։ Ուշ եկանք էլի, այգին արդեն ներկացել է։ Դա ինչքան տերևներ կան ներքևը։ Երեխեք կան, ամենալավ եղանակն է երեխեքի համար։ Այո, Ոչ շոգ, ոչ ցուրտ, ոչ քամի, արև։ մեկ որ երեխեքին մեծացնում էինք, ես այդ վաղտ լուրջ գրականություն էի կարդում, գրած էր, որ ցանկացած եղանակի կարաք հանեք, անձրևա ինչա ոչ մի կապ չունի, հանեք երեխուն։ Միայն քամին է վտանգավոր։ Այո, մենակ քամի չլինի, քամու վաղտ վտանգավոր է։ Այն ծառերը ինչ լավն են ներկուսը, բայց ինձ ասնում։ Այդ ինչ ես անում։ Տերևա թափ են ստեղծում։ Օգնում ես, հա, բնությանը։ Չետակիր բաներ կա վրենայիք։ Ոյ, Տերևներն է։ ես ինչ լավ փոսեր։ Արմենը փոսեր կա։ Այս մուկ գույնը տերևներն են, թե ինչ-որ բլադի ոնց է։ Պտուղ։ Պտուղ, հա։ Հա, ոնց որ պտուղը։ Հələ մի թեթև տեղ խփի այդ ճյուղին։ Որ։ Հա, տենանք ով կթափի։ Ոյ, շատ ուժեղ խփեցիր, Անա, դες ինչ արիր։ Բայց մեկը ինչ սիրուն ար։ Որ մեկը։ Այ, արի գնանք մի հատ այդտեղ։ Այս լավն է։ Այստեղ փոսա է։ Լրիվ ոսկի է։ Սա բայց հաստատ դիքը։ Այն մեկն է բարը։ Այն նրա վրա է, հա, ուժդ պատում։ Չի, սա չի տապում, չի ուզում։ Մեր տանա։ Դե վաղտը չի երևի։ Վաղտը գիտի։ Սիրուն է, այս տակից ունեն սիրուն է, այս գույնը ու այդ կապույտ երկինքը։ Վայ տակից ինչ սիրուն է։ Շատ սիրուն է։ Վերջը մի գեղեցկություն պտանք էլի։ Գեղեցկությունը տենց է, պետք է ման գաս որ գտնես։ Ահա, ճանապարհին գցած, չէ՞։ Ճանապարհին գցած չի։ Լավ, կարծում եմ այսքանը բավական է։ Ինձ էլ է թվում, որ բավական է։ Շատ սիրուն են տերևները։ Դու գիտես, Ինչ սիրուն է հա, տերևները։ բայց աչքով այնքան ավելի սիրուն է, դա ափսոս։ Հա, կամերան երևի է։ Արմ իսկ որևէ մի կամերան քո կարար այդ գեղեցկությունը լրիվ ցույց տալ։ Աչքս, Չէ, այն կամերաները ծանր, չէ։ ես եմ։ Գնացինք։ Բասրեմ նայել այս փոքրիկին։ Էլ մի մանրացիան է։ Լավ նոր ծաղկում է, ինչ որ լան գույնը նայ։ Հեչ վեճը չի։ Դու գնա, ես մի քիչ էլ այս խշխշամ ու գամ։ Այս տերևներով։
Всё. Վերջ խշխշոցին։ Ասենց այգիները կփչացնեն, սրճարաններ կլցնեն, այ մարդ։ Ես հիշում եմ գործից գալիս էի, նկարելով գալիս էի ոտքով Գայարձանից էլի։ Մենակ նրա համար, որ ես գեղեցկությունը ինքան լավ ֆոտոներ ունեմ։ Այ խաղաղ երկինք, որ անընդհատ ասում ենք, էսա։ Ջան, Ասա թողեք այդ երեխեքը երջանիկ մեծանան էլի։ Բայ իհարկե մեր ժողովրդին դա հատկապես էլի։ Դու բոլորին այ մարդ այդ խեշ Բոլորին էլ, բայց մեր ժողովրդին ուկրաինացիները, հոգիները դուս եկավ արդեն 5 տարի է, ինչքան է։ դե ռուսերն էլ են բանանում, ոչ բոլորն են ուզում դա։ Դե պարժա, որ նորմալ մարդը կարա ուզի։ Յուրաքանչյուր պատերազմում երկու կողմն էլ դժվում են։ Ժողովուրդն է դժվում։ Պատկերացնում ես երեխա կա, որը 5 տարեկան է արդեն, ու պատերազմից բացի բան չի տեսել, ասենք Կիևում ապրող երեխա։ Ինչ ծնվել է պատերազմ ու 5 տարի։ Հենց մի հատ շատ թեթև հիշացնող բան կար է, հիշում ես են։ Մի հատ երեխա էր, որ պարավոյի ռադիատորը հարցնում է ծնողներին, ես ինչի համար է, ոչ մի անգամ չէր տեսել, որ տաքանա, տանը ինչ-որ անհասկանալի բաներ է։ Ժեշտի կտոր։ Ժեշտերներ լավ են, հաս, չուգունը, ու ոչ մի ֆունկցիա էլի։ Դե երբեք չի տեսել երեխեն ինչ անի։ Նանսեն փողոց, մեզ զանգահարեցին, են մեր հաճելի հանդիպումը տեղափոխվեց։ Որտև քաղաքից դուրս են գնացել, հիմա զգում են, որ չեն հասցնի երեկոյան։ Դե պրոբլեմ չկա իհարկե ոչ մի, ուրիշ օր կհանդիպենք։ Ես էլ մեր Նանսենը։ Ինչ-որ պասիվ է գույների տեսակետից անա այդ Նանսենըտ։ Հա, ինչ-որ կանաչը շատ է, չէ։ Մերոնցից շատ սիրելի Արամ և Նարա Աղաջանյան։ Աղաջանյաններ։ Աղաջանյաններ, որտև Նարայնիկը Նարա Մելքումյանն է։ Բայց Արամը գրում է Նարայնիկով հաճախ։ Հլը դրան տես։ Իրանն էլ ունի, բայց Նարայից էլ, դե երևի։ Արամն չես ուրիշ ինիքով գրում։ Ուրիշ կինն է այդքան տարվա հարազատ։ Եղավ, իրավունք ունի։ Ուրեմն Նարան գրել էր, որ ասում են բնությունը վատ եղանակ չի ունենում, ամեն եղանակ իր գեղեցկությունը ունի։ Ու ես գիտեք ինչ հիշեցի։ Մեզ մոտ մի հատ մարդ էր գալի, ճարտարապետ ինքը ընկերոջս Աշոտին դասավանդել էր վախտին, պոլիտեխնիկում։ Կարլեն Վարդանյան անունը, դասախոսի, ու մեզ մի պատվեր տվեց ահագին խոշոր մեծ քարերից, տենց բորջուրներ էինք պատրաստում, ու շատ մեր գործը հավանում էր, գալիս էր տենց ինքը արդեն թոշակի էր, գալիս էր նստում էր մի կես ժամով, մի ժամով նայում էր ոնց են գործանում, դե մենք էլ ինժեներ մարդիկ, չնայած բանվորական գործ էինք անում, բայց սարքերով, բաներով, ոչմ շատ հավանում էր, ասում էր, էս ինչ լավ գործ եք անում, լավ, այդ մասը ինձ գովացի, անցնենք։ Էդ էր նորությունը, մնացածը ես հիշեցի, բայց դու մերոնց հիշացրու։ Այո, ես այդ պատմությունը պատմել եմ ժամանակին, բայց քանի որ նորերը կան, չգիտեմ, կարող Արամն ու Նարան էլ չեն լսել։
Հա, ու Կարլեն Վարդանյան ինքը տաքսիով գալիս էր, տաքսիով գնում էր։ Մեկ-մեկ ուրեմն ես որ կենտրոն էի գնում այդ օրը, ասում էի Կարլեն եկեք ձեզ էլ տանեմ էլի։ Մի անգամ տարա Չարենցի վրա ինքը ասեց ստեղ կանգնի Արմեն, մի հատ էս խանութը պետք է մտնեմ։ Բայց երկրորդ անգամ տուն տարա։ Ուրեմն Ձերժինսկի դպրոց ու թեքվեցի ձախ։ Այնտեղ շենքեր էին սովետական, այդտեղ իջավ։ Ու ճանապարհին այդ, որ իրանց տուն էինք քշում էի, ինքը մի հատ դեպք պատմեց, ասում է ուրեմն բանը Մոսկվայում էի ու Դարնիկ կինոթատրոնը գիտես, ասեցի գիտեմ շատ լավ։ Ու Դարնիկ կինոթատրոն մի հատ ընկերուհի էր ասում, իր հետ գնացինք կինո։ Ու այնքան լավ ֆիլմ էր, ընկերուհիս էլ ասում շատ հավանում էինք իրար։ Մի խոսքով շատ լավ ժամանակ անցկացրեցինք, ֆիլմը նայեցինք, դուրս եկանք, մեկ էլ հոր դարատ անձրև։ Ընկերուհիս ասեց, «Վա, ես ինչ վատ ստացվեց»։ Ես անձրևը։ Ես էլ ասում եմ, տրամադրությունս քանի որ շատ լավն էր, անկախ ինձանից ասեցի, «У природы нет плохой погоды. Всякая погода благодать»։ Ասում եմ, այնց ոգևորված ասեցի այդ խոսքերը, անկախ ինձանից էլի։ Ասում եմ, այդ ֆիլմը արդեն կար, չէ, ասում եմ, հենց դրա համար եմ պատմում, ասում եմ։ Ուրեմն Արմեն ասում է, այդ աղջիկը հետագայում ամուսնացավ Ռյազանովի հետ։ Ու Ռյազանովին ինքը այդ խոսքերը ասել էր ըստ երևույթին, ասում է, որտեվ մեկը մեկի այդ խոսքերն է, այդ ինքը ոտանավոր է գրել Ռյազանովը, ու հետո երգը եղավ այդ ֆիլմում, էլի։ Всякая погода благодать։ Այո, այսինքն մոտարապես Նարայի ասած խոսքերն են։ Այո։ Ու իշներ հետաքրքիր, բայց ռուսերեն, հա, դե կարամ թարգմանեմ։ Ասում եմ բնության մեջ մոտ վատ եղանակ չկա, ամեն եղանակը благодать օրհնանք էլի ոնց որ։ Հա, փառք։ Այո, ամեն եղանակը գեղեցիկ է։ Դե ինչ որ Արամը կամ Նարան միասին գրել էին հայերեն։ Այո։ Ու հետո ուրեմն երևի մի 10 տարի դրանից անցավ։ Դու նոր իմացար ով է ինքը։ Մի օր ուրեմն մեզ մոտ մի հատ տղա վերցրեցինք մեր խմբից։ Ինքը վարչական աշխատող էր, բան ոչ շուտ լավ գիտեր այդ բաները ու անընդհատ մեզ ասում էր տրոյկա դիալոգ, արա տաղանդավոր տղա է, մանկուց սենց բան, ինչ որ։ Գասպարն էր, չէ՞։ Գասպարը, հա, Ռուբեն Վարդանյանի մասին էր։ Ես էլ մի անգամ ասեցի տենամ էտով է։ Մի հատ սայթ բացեցի, նայում եմ, մեկ էլ տենում եմ Ռուբեն Կարլենովիչ։ Դե Կարլենովիչ ես հակառակ իմ սովորության հիշել է այդ մարդու անունը, որտեվ պապաս Վարդանյանն էլ է Կարլենը, էլի։ Մտածի համար Կարլը իր տղան էր։ Հետո մտա բերեցի, որ ինքը պատմում էր, որ տղաս Մոսկվայում լավ գործ գիաբան, բայց դե ես այն վաղ everyday չէի նկարում, դրա համար այնց երկար հարցը չտանջեցի այդ մարդուն հարցերը։ Ինչ պատմեց, էլ այդքան բան ասեց։ Հետո մտա մի քիչ նայեցի տնամ այն մարդ, հա իսկապես, պարզվում է այդ Կարլեն Վարդանյանը Ռուբեն Վարդանյանի հայրն էր։ Այդ տենց։ Ու հետո մի օր Անահիտի հետ ռուսական հաղորդում էր։ Հանդիպեցինք Ռուբենին։ Հյուսիսային պողոտայով զբոսնում էինք, այդ նկարահանումը ես որ հիշում եմ, վատանում եմ, որտեվ այդ արդեն ըստ իմ սովորության, այդ միկրոֆոնից պրովոդը ինչ-որ լավ չէի դրել, մեկ դուրս էր գալի, մեկ ներս էր մտնում, սաղ այդ հարցազրույցը իր հետ տեղ կտրտվում էր, բայց այդ մարսը լսվեց, ես իրան պատմեցի, ասում եմ, իսկ գիտեք, որ ինքը սենց բան է արել, ու հետո այդ կինը ամուսնացել է Ռյազանովի հետ։ Ինքը ասեց, չէ, ասում է, չեմ իմացել, չի պատմել։ Բայց որ կինն է, չգիտենք, այդ Ռյազանովի մոտ 3 կին է եղել։ Բայց Ռուբենը ոնց որ ասեց, հա, ոնց որ հասկացա, ասում է, ում մասին է խոսքը։ Մի խոսքով տենց։ Տենց, բայց հիմա տես, որ կնոջ ներկայացում, պրիսուտստվե, ոնց է հայերեն։ Հա, ներկայությունը։ Այո, տես, ինչքան դուխ է տալի տղամարդուն, որ ոտանավոր գրեց, մի անգամից օրինեց։
տողեր։ Այո, դա էլ կա ճիշտ ես ասում։ Բայց այդ մի տղամարդը վախտվին ու օգտվել է խոսքից։ Դե բայց շարունակություն ինքն է գրել լավ։ Հաշուշտ։ Հետո այ երաժշտությունը չեմ անում, պետք է մի հատ նայել։ Կարծեմ տարի վերջերն է գրել։ Այդ երգի։ Մի խոսքով նայ մեր ժողովուրդ։ Ֆիլմի մեջ կա այդ, սաղ ասեցինք, ֆիլմը չասեցինք։ Ոնց էր կոչվում։ Սլյոխկին պարում, այո։ Երեմուց։ Ամեն նոր տարի դե Ցույց էին տալի։ Բաղնիքը տանուշ էր։ Այո, բաղնիքը։ Հա, այստեղ է կոչվում։ Երևի, ես տակմանությունը չեմ տեսել։ Երգը կա։ Մենք Սլյոխկին պարում գիտենք։ Այդտենց ժողովուրդ ջան։ Շարիմանյան փողոց։ Ես լավ եղանակ ամարդ ակամա իրան պատկերացնում եմ մի հատ ջրի ափին նստած, հանգիստ, չէ անետ։ Ոչ միտեղ չշտապելով։ Այո, Աբովյան փողոց։ Հնա, ես բարձրարկ շենքը որ սարքել եմ, չէ։ Դաշնություն է, դաշնություն։ Այնտեղ հետևը մեր համադասարանցու շենքներ, տեսեք ոնց են փագել։ Լրի։ Այս շենքն է, այս մուկ որ երևում աստեղ։ Այդ սա չի, ոնց որ անայդ։ Սա է։ Այն կողմա մի քիչ։ Մի խոսքով ստեղ բնակելի շենք կար։ Շատ լավ տեսարանում։ Այսինքն հիմա էլ կա, Նալբանդյան փողոցի հենց վերջում էր։ Ես կառուցել են, լրիվ փակել են։ Բայց հələ մի հատ կգնանք Նալբանդյանի կողմանը, այդ ես սկսեցի կասկածել։ Լավ, հələ որ սենց գնանք, այս բժշկականն է, հայեր։ Ստեղ մեզ կանգնելու տեղ հրավիրեցին, մենք քանի գլխան ենք, որ մերժենք։ Գորյուն փողոց, սենց շարժվենք։ Գնացինք։ Պարֆյում և կոսմետիկա։ Վարսավիրանոցը, հա։ Աստեղի միջանոց։ Արոները ստեղ աշխատում։ Ես էլ Արոյնը։ Են կողմը միտեղ էլ հենց մեր կանգնածի դիմացն էր։ Մի անգամ որ այդ կամազ էր, կռազ էր, հա, եկել մտել էր պատի մեջ։ Ակնոցների վերանորոգում։ Հեռախոսն է գրած է։ Էս ինչ է, սա փոխել են անայդ։ Վիտա դետոքս։ Կլինիկա։ Հա, հետաքրքիր է։ Կարծեմ այս տարածքն էր, հիշում ես, բաներ։ Ֆրանսիական հաց էին թխում։ Ապրես, լավ էլ հիշում ես։ Ֆրանսիական ինչ-որ սարքավորումներ էին բերել բան։ Այդ ժամանակ այդքան տարածված չէր էլի։ Հա, ուժեղ ներդրումներ արեցին բան, բայց փակվեց փաստորեն։ Ընդ որում գիտես ով էր։ Այ աղի հանքի տերը։ Նեմիգուցե ուղղակի բան։ Ղարաբաղի նախագահի եղբայրն էր։ Եղբայրն է, էլի, այսինքն Արկադի, չեմ հիշում հասկանում։ Ղուկասյան։ Հա, Ղուկասյան էր, հա։ Ինքն էլ ոնց որ Արայիկ էր, թե Արամ էր։ Բարեզես։ Բարեզես։ Շաուրմա լավաշով։ Արագ սնունդ։
Աստորեն բանա, հայ չես։ Պարսկերեն է խոսում։ Հա։ Պարսկերեն եթե խոսում է, ուրեմն մեզ հետ շատ հաճույքով կզրուցի իրանք բիզնեսից բիզնեսից լավ են հասկ։ Այլ իրար մեջ խոսում են ասում տելեֆոն։ Հա։ Գլխի են գամ որ նկարում ես։ Կարծեմ մի անգամ զրուցել ենք իր հետ։ Յանց է։ Հա։ Այստեղ հայի հետ ենք քիչ։ Ճիշտ է, հայ տղա էր աշխատողը։ Այս ծառը մեզ շատ զարմացրեց ու մեկ էլ կանգնելու տեղ առաջարկեցին։ Ես ծիրանի ծառա, ես չես դրան եղել։ Հետաքրքիր է, չէ՞։ Լավ կանաչել է։ Այս ծառը որոշել է աշնանը կանաչի։ Այս լեդի զոն։ Այս ինչ-որ բան է, չէ՞, ոնց որ թե սպա են ասում։ Ջիմ են ասում։ Լիցիսուն բան չի, խաղերի սրահ չի։ Չեմ անում։ Գիտես ինչ եմ ասում։ Այն որ ոնց էր են թխվածքի խանութը 5-րդ մասին որ կանգնեցինք երեկոյան է։ Հա, բուբլիկ։ Բուբլիկի դիմացի մայթը լեդի զոն էր։ Ես նկարում էի, ասեցի ինչ որ ծանոթ բան է, միտեղ էլ եմ տեսել, ես աստեղա։ Աստորեն։ Չէ, հենա վարժություն անում են աղջիկը։ Մի հատ մենք էլ վարժություն չկրկնենք։ Հենա հայլի մեջ էր։ Հələ գնանք։ Եկանք։ Մի հատ լեդի զոնի նման ոնց է արը։ Այս է։ Հիմա կարող է դուրը բացեն, ասեն համեցեք։ Այս նյուժելնվի են ծառն է, մարդ։ Հա դե ծիրանն է էլի։ Փոքր ծիրաններ էին, չէ։ Շատ լիքը, ստեղ սա թափած էր ծիրանները։ Այդ փոքրը ոնց է կոչվում։ Վայրի ծիրաններ էլի, Այդ սորտը, չէ, ինչ վայրի, այդ են սենց կլոր կորիզով որ կա հետա։ Հա, թաբարզա։ Թաբարզա է կոչվում։ Կար Արգյանաբադ, թաբարզա։ Մի հատ ծնգլ անեմ անայիդ։ Ինչ։ Ավտոմատները որ պատմում է երկրորդ դասարանում որ եկանք այստեղ էր այդ շենքը դրա տակ էր Ես մտածի նորից այդ սաղ պատմությունից պատմել չէ այստեղ ատամնաբուժարաններ են չէ հենա մի հատը Հա, անդե են ստենց էլ գրած է, Storm Land Բամաց են իչնել Ես աստիճոնները Ինչ է? Այս ժշտ ինչ Ոնց ես կարծում? Հենվելու ուղղակի Բիրիլ է էլի Ես մտածում էի այստեղ բաց լինի Էսենց իչնես մեջով Բայց երկու կողմից է փակ է մենի Հա, դրա համար զարմացար Հա Երկու կողմից փակ ոնց են ներս մտնելու Լավ էր Արվեստունից էլ ես մեքենա Այդտեղ վճարովի չէր, գծեր չկային Կարող է հետո 5000 վճարես ինչ դիվանա Կարող է Բայց կողքերը սաղ կանգնած էին, այդ սաղով պտի վճարենք Հակին բյուջետին փող կգա Չին նայում այդ գծերին Որտեղ միտեղ կա խցկվում է Չէ, լավ դեր Կարապի լճի մայթը, որ սաղ տաքսիների տեղա Ընդեղ սեփական մեքենաներ ավելի շատ են, քան թե տաքսիները Դարչինով չես ուզում կա, չէ, ես ասենց բանից չեմ Այս բոլորը բան է, ուսանողներին նկատի ունեն էլ է Չէ, անայդ ես չեմ կարող այդ նկարում Լավ կատու է, բայց
Ես սա չեմ փոխի կատվի համար։ Միգուցե հետ գալուց։ Հերվից։ Հա ճիշտ ես ասում, հերվից կլինի։ Ներքևից, հերվից։ Գնաց։ Եկավ։ Ես էլ Անահիտի հավանած կատուն։ Մի հարա, բայց մռութը։ Են ինչ ան է, խորոված, լամաջու։ Տեղն ենք նկարել։ Ներսը։ Հա, դու մտար, ես դուրսը սպասում եմ։ Էլ չի չա է դաստիճան։ Ստեղ մի վաղտ մեծ կենտրոն էր, էլ քսերոքս, էլ տպագրություն, էլ եսիմ ինչ։ Ստեղ էլ ապտեկա էլ մնացել է, բայց Երեք դու գնացիր, չէ, ապտեկա պետք չէ։ խանութ էր, չէ, ես կտորի խանութի տեղն էր, հացի խանութը։ Ստեղ մի տեղ էր, հիշում եմ, որ միշտ բան էր այդ տրոլեյբուս նստելուց, որ տուն գնամ, ստեղից հաց էի առնում, վազում թռնում էի տրոլեյբուսը։ Աբովյան չեմ ուզում, արի հետ գնանք։ Այստեղ աշխատում էր։ Հացի խանութում։ Չեմ հիշում։ Հակոբի մաման։ Այսօր կիրակի բան չի, չէ։ Բախե այդ բժշկականի մոտ տես դատարկ։ Ստեղ էլ ինչ-որ առանձնապես Աշխատություն չկա։ Քիչ են, որովհետև արդեն դասերը վերջացել են։ Մինչև 3 ամսկես մաքսիմում 4-ը։ հենց ասացին, սկսեցին ինչ-որ քանակ գնալ։ Այն հանդիգնել են, քեսպես նույնսը։ Մեր կանգառը, որ տուն էին գնում միշտ։ Բայց ընդեղ է կանգառը, թե այստեղ է կանգառը։ Վաշետը հա, ոնց որ տեղ էր։ Տեղափոխել են։ Հեռացրել են էլի Խաչմերուկից։ Ես երևի ավելի ճիշտ տեղ է։ Ինչ։ Սա երևի ավելի ճիշտ տեղ է։ Չնայած մեզ ընդեղ էր հարմար, իհարկե։ Հարասատ էր։ Հիշում ես 11 համարն էր տրոլեյբուսը։ Մերը հա, բայց կարանք 12-ով գայի արձան գրենք տրոլեյբուսը։ Են կռիվ եւ պատերազմ ու պատերազմ ֆիլմը հիշում ես։ Ինքը սկսվում է այս կանգառից։ Հա։ Այո։ Ծանր ֆիլմ էր։ Առաջի սերիան շատ լավն էր։ Հա, երկրորդը չէ։ Ոստեղի բակն էր, տես ինչ գեղեցիկ է։ Մենք մտել ենք ստեղ։ Այո, մտել ենք։ Դե հələ տենանք ինչ նորություն կա։ Մենակ մի քիչ այս կողմ գնանք արևը աչքից չխփի։ Ես աստեղ էլ է Ատամնաբուժարյան 100 միլիոն։ Անգանք արևը։ Այո։ Ես ինչ է տակիր տեղը։ Անայդ, լեդի զոնը ստեղից են մտնում։ Են աղջկեքն է ստեղ մտան։ Այ Անայդը գնաց։ Ես հյուրանոց է։ Հոտել Ալֆա։ Ալֆա։ Ես ոնց էլ գտնում են սենց տեղեր, չէ։ Արի ես ալիքը կատու է։ Լավն է։ Ահավոր շատ է։ Ստեղ շատ են։ Ահավոր, կանչում ես մի 45 հատ գալիս են։ Յո։ Ես ինչ եք ուտացնում։ Իրանց կերից։ Հա։ Սուխոյ կորմա է։ Ես մեկն է շատ սիրուն է ես։ Ես փոքրիկը։ Էն էլ է փոքրիկն է լավը, բայց սա գեղեցիկ է։ Սրանց ավելի փոքրերը կան։ Այ, ահավոր փոքրները կան։ Դուք ստեղ եք ապրում։ Այո։
Դե հա, իրանք տարին քանի անգամ են Вот, զարթում։ по 3-4 раза։ Հա։ Դե դրա համար շատ է։ Ահա որ շատ են, բայց ստեղ մի հատ ռուս աղջիկ կա։ Ստերիլիզացիա է անում։ Берет, стерилизует։ Ինքը իր հաշվին։ Μα я уже 8 простерилизовала։ Էն էլ է սիրուն, նրա գույները ինչ է տակիր են, չէ։ Իրանք ամեն մեկը, բայց մի քիչ որ ներքև գնաք, там вообще вот такие։ Նորածին, հա։ Եկեն, հա, այդ մեկը։ Սա հորը դրանց բուժում ենք ինչ որ։ Ուտացնում ենք, բուժում ենք։ Դե խոսքով ընկերություն եք անում։ Բան չանենք, жалко։ Մեղք է։ Ես էլ եմ կատու շատ սիրուն։ Ես աղքյանք շուն եմ սիրել, բայց հիմա սկսել եմ կատու սիրել։ Ես միշտ կատու եմ սիրել, այ հիմա Հա, լավ բակա են մասը։ Ես մեկը էլ շատ լավ է։ Ասել գարաժները։ Են ուրա գնում։ Աբովյան փողոց էլի, չէ։ Այն զովք որ կա, երևի նրա հետևն է։ Լավ, ես բարձանամ մի հատ բակն էլ նայեմ։ Աղջիկները զրուցի են բռնվել։ Да, вот не боятся, видите? Да, потому что это они все добрые, как чистые такие, как будто вот не уличные, а как домашние они все. Դե ուտացնում եք, ինչի պետք է բարի չլնեն։ Մենակ մենք չէ, այդ եմ ասում, тут у нас столько людей кормят их, այնքան մարդիկ են ուտացնում։ Հո, Այս հյուրանոցի վերևը բնակելի շենք, հա, գիտեք։ վրոդի։ Լրիվ հյուրանոց է, հա։ Շատ արագ սարքեցին ու Հա, լավ էլ տեղը գտան որտեղ սարքել։ իսնուլ է, էլի կոպիտ ասած։ Հա, Մերոնք շատ են սիրում։ ինգու խաչ են։ Ամեն մի հատ ազատ մերերի վրա խցում են իհա։ Իսկ բակը միշտ եղել է, թե։ Հա, բակը եղել է։ Լավն է։ Սպասա բանը սարքեցին, հետո բաներ էին դրել, էցի սկամեյքի։ Հա, այդ քաղաքապետարանը արեց, թե ժողովուրդը։ Չէ, это давно Քաղա- сделали։ Հա, Բանը սկամեյքի էին դրել, հետո գալիս էին խմում էին, ծխում էին։ հանեցին, հա, նստարանները։ Հա։ Սովորաբար մեր ասում միշտ։ Ահա, այդ ժողովուրդն էլ է վատ, էլի հարմարություն է սարքում։ Գալի նստում են, սկսում են խմել, անշնորհքություններ անել։ Մարդիկ վեր են կանում, հանում են։ Հա, այնտեղինը լավ մեծ է։ Այս էլ բակ կորուն փողոցի վրա։ Այս են գեղեցիկ շենքն է։ Այն կողմից։ Գնամ որ Անահիտը գա, թե չէ հակ ուսանում։ Լավ աղջիկ էր։ Տղայի հետ գալիս եմ։ Լավ է, էլի երեխան էլ կսիրի։ Ստեղ տենում եք ինչ, կամուրջներ կան, անցումներ կան, ոնց որ Վենետիկի հառաչանքների կամուրջ էլի։ Հա, էլի հեսա գրած է մուտք դեպի լեդի զոն, ասը լեդիները կան։ Այստեղ էր ոնց որ մտե չէ։ Ընդեղ էր։ Հա, Բարդուտամի փոխում։ Յա, եկել ես, լավ է եկար Անահիտ։ Ես ասեցի տենց էլ մինչև մութը կկանգնեմ ընդեղ։ Մեր նայողներից է բարձրացին։ Հաստատ։ Գայո։ Հա։ Բարզա։ Այսա չի արմին։ Չէ, ստուման այր։ Չէ, Անահիտ, ընդեղից պետք է իջնի։ Ասենք ճիշտ է, բանից երացիից իջավ։
Իջավ այն մեքենային ման, հետո հեսա եղավ։ Մարգոյի խանութը սա է, Այո։ Եշ։ Սա եշ։ Հեսա, ալեմ է, մինչև հիմա գույնը երևի քարը ուրիշ քար է եղել։ Որտև այսքան տարվա ընթացքում չի փոխել։ գույնը կմոտենար։ Բայց ոնց էր խփել է։ Այն կամազը որ մտել, հա։ Դուք էլ գիտեք։ Լսել եմ այդ մարդը, մարդ մահացել, հա։ Չէ։ Այ չեմ անում, ոնց որ չէ, որտև քաղաքը նենց ուրախուն թունեց։ Բայց պաստորեն մեկի բնակարանն է մտել, էլի։ Այ չես տես։ Այս մասը նոր է շարած, չեք տենում։ Իջրա դողնուց դրը չի մոտել խանութ։ Բայց եղել է մի 30 տարի առաջ, զարմանալի է, որ գույնը տարբերվում է։ Հա, չէ, խանութներ չկար սենց, այս խանութը կար։ Հա, գարեջուր էին կտե խմում Մարգոյի մոտ։ Կարող է իմ Անահիտը ստեղ էլ մնա, մինչև մութ ընկնելը։ Չեկավ։ Տղաներին բայց հետաքրքիր է, չէ՞։ Երևանյան առասպելներ։ Իրանց համար տեսար ոնց զարմացավ, որ խանութ չի եղել, ստեղ ասեցինք։ Երիտասարդ երեխեք էին դա։ Մադելիա։ Մադելեն։ Իսպանիայում։ Բալգարիայի Մադելենը։ Բալգարիայում ով էր Մադելեն, չեմ նշում։ Վայ, ճիշտ է։ Բահուս։ Հա, այստեղ Այս Բահուսի տերը։ Սա վերացրել եմ, այստեղ սեղաններ կային ժամանակին։ Բահուսը ոնց որ թե Բոքվինա։ չէ, բաններ է տակիր, որ տերը ինձ շատ պարծանքով ասեց, որ Բահուս եմ դնում անունը, այն բանվորը խորհուրդ տվեց։ Այդ բանվորները եկավ ինտելիգենտ մարդերն, շատ։ Դե Արմեն, երեկվա կնոջը հիշի։ Հա, ճիշտ է, ճիշտ է։ Ինտելիգենտ կիներ։ Այս ինչ բունկերը։ Գեյմ բար։ Հա, Ախեր։ Գիտլերը սանստեղ է պաղկվել։ Վայ հիշում ես այդ Գիտլերը կաֆեն։ Որտե՞ղ Մյունխենում։ Այո։ Հա։ Ինչքան պիվա էր գետնում։ Հա, ոտերը կպնում էր, չէ՞։ Արկեստրը լավ էր գետրիներով։ Դե իրանք այդ մատուցողներն են սարել իրանց նացիոնալնի շորերով։ Հա։ Ազգային, հա։ Ազգական։ Ազգային։ Հա։ Կարող եմ մի օր էլ մի 20 տարի հետո Պիտերում մի հատ տենց բան բացվի, որ Պուտինը ստեղ է սկսել գործունեություն։ Դե այնտեղ կար, չէ, Պուտինսկի դվարեց։ Վերնելիչկան ուզում են մեզ հրավիրել, ասում է արդեն 2 ամիս առաջ տոմսերը վաճառված են։ Պուտինսկի դվարեց։ Բա ոնց։ Հենց տենց էր կոչվում։ Դե դվարեց Պուտինը, տենց ինձ մելին ասել։ Ես ինչ ես ասում, անա, այդտենց բան ոնց կարա լինի։ Ինքը որ գալիս էր, այդտեղ էր էլի պրիոմները, բաներ արգանիզացան։ Հա, չեմ հիշում։ Էս այն օր երևաց է շենք Անահիտ։ Հա, ճիշտ է։ Դե մենք այլի փակել են, էլի վերևի հարկն է, հələ մի կեկ մի բան գերեվա։ Բայց այս շենքը չի փակել էլի, ոնց որ մենք ենթադրեցինք։ Սա էլ է ինչ շատ երկար կառուցում, նկատել ես։ Երևի արգելել են, ինչ են արել, ասենց կանգնելա ու կամ քանի տարի արդեն։ Հա։ Մի 4-5 Դե այս մեկը ինչ է գրած։ Կիրառական գիտությունների միջազգային համալսարան Հայաստանում։ Դες փոխել են, OBS-ի բաներ գրած։ Անել են։ Հետաքրքիր է։ OBS-ի նիխտ։ Այս։ Թթի ծառը։ Թթի։
Այո։ Բայց այստեղ շատ լավ թուփ կար յասամանի, ես դաժե նկարվել էի։ Թուփ։ Թուփ, Հա, բարձր ես էլ թութ լսեցի։ Չէ, թուփ։ Յասամանի թուփ։ Շատ գեղեցիկ ծաղկում էր, այդ հանել են ինչին արի։ Կտրել են։ Այս շենքը Կենթանի են այն ծաղիկները։ ստեղից ընդ ես պետք է ասեմ քեզան այդ։ Մեծացնի։ Երևա։ Հա, Իսմայո։ Նրանք էլ կենթանի են։ Ինչը։ Ծաղիկները։ Հա, ես կարծի յասամանն ես գտե։ Յասամանը չկա, յասամանը վերացել։ Ես էլ այդ Դդումները։ հերոին են, հա, պատրաստվում։ Ես որ 28-ն է, հեսա մոտիկային է։ Այդ երբ է մոռացա էլի։ Չորը օգոբանի, հոկտեմբերի։ Հա։ Այս շենքին ոնց որ թե ավելի շատ փագել է այս Մաշտոցի անվան համալսարանը։ Դե դա վաղուց է կառուցվել արդեն։ Դե վաղուց է նորը։ Всё, ես հոգնեցի, ես նստում եմ։ Նստի։ Գիտեմ ոնց, բայց ուզում եմ նստել։ Ես գնամ անկյուն գամ։ Գնա։ Ես էլ սենց լրված մնաց անհայտ։ Ասեցին, որ հաստատ վերացնելու են։ Բայց այն վերևը տենում եք մի հատ հենարան երևում է, տենց էլ թողել են։ Դրանից մի հատ վերևել մեր հիմնարկից մեկի բակում էր հենց դրած։ Սաղ բակը փչացրել էին այդ խեղճ կտրեցին, բայց այն բետոնները բանը սաղ մնաց։ Հա, այս համասարանն է փագե փաստորեն։ Հələ մի քիչ էլ իջնեմ։ Հայ կոնստրուկտիվիզմ այս շենքը չէ։ Այն մեկը հայ նախագիծ պետ խոսքը վերացրել են։ Այս շենքը իմիջայլոց, այդ որ ասեցի, մեր դասարանից ապրում էր, կարծեմ հենց հայ նախագծից էր ստացել։ Մայրը, հա, երևի։ Են էլ Արամ Մանուկյանն է Սպիտակ Մարմարից։ Իսկ կարող է հիշեք, ստեղ Ձերժինսկի Կիսանդրին կար, ասենք ոնց որ Մարքսի արձանը պոլիտեխնիկի մոտ, բոլորովին տեղին չէր իհարկե, մերոնցից ճիշտ էր գրել մեկը, բայց արձանը շատ լավն էր։ Նույն ձև էլ Ձերժինսկի արձանն էր, շատ էի հավանում։ Իմիջալոց Քոչարի գործն էր։ Հետաքրքիր է որտեղ է հիմա այդ արձանը Կիսանդրին։ Այս հացենի է, այս սրանցով եմ ճանաչում, փոքր ժամանակ ինչ խաղեր ասես, սրանց հետ չենք հնարել, տենում եք էլի լավն է, էլի գույնը հացենի, այս կանով պագվել է շենքը պաստորեն, որտեղ Նալբանդյանից շատ լավ երևում էր ու Իրանստանից էլ էր Նալբանդյանը շատ լավ երևում։ Դա ես Նալբանդյան փողոցի վրա եմ։
Այսի տուպոյություն սարքեցին այ մրտ։ Բայց սա էլ է ոնց որ կանգնել։ Մթերքի խանութ էլ կա։ Շատ են չէ՞ օպտիկները հանդիպում։ Բայց լավ էր էլ ես Չոբանովին չէ, որ աշխատում էր հավեսեր։ Հակին ժողովուրդ էլ իջնում էր էլի նորքից։ Ինչի չեն ուզում վերականգնեն, չգիտեմ։ Գնացինք։ Ճիշտն ասած, այս ուղղությամբ մենք որոշել էինք Ամադու գնանք Սիզոնը փակենք։ Սեզոնը փակենք։ Բայց արդեն ուշ Արմեն կարող է դու մրսես, ես վախենում եմ։ Արևը ինչքան մտնում է, այնքան ցրտում է։ Կես ժամից արդեն կմտնի։ Երևի չարժի։ Դու մենակ դու ես վախենում, բա ես ոնց եմ վախենում, անայք։ Տենում ես երկու հոգի քո համար վախենում են։ Զանգտոր երեխեքին ասա, թող իրանք էլ վախենան։ Անհանգստանան։ Անհանգստանան։ Դեստեղ արդեն եղել ենք, Նալբանդյանը։ Վերջապես հասանք Թումանյան։ Վերջապես էստեղ մաքրել են, Այ, հա։ Նենց լավ միանգամից ազատան էր, զգացվում էր վերևից, որ իջնում էինք։ Շատ հաճելի է։ Լավ, հələ տենանք։ Աշտը չոն տեղավորվի ափսոս։ Աբովյանն ենք անցնում, ընդեղ կանգնացրեցինք Թումանյանի վրա։ Շատ հաջող։ Ողջույն։ Հիմա իմիջայլոց մենք ստեղ քշելուց տեսանք, որ են մաստեր կլասը, են քյաբաբը, վսյոտիկի մաստեր կլաս էր։ Մերանցից ով էր գրել, Եղազարյան։ Հա, Կարենը գրել էր, որ չէ, սխալվում եմ, Անահիտն էլ ասեց, որ սխալվում եմ, Կարենն է ճիշտ, բայց այդքանից հետո պարզվեց, չգիտեմ։ Մենք հիմա կմտնենք կհարցնենք, դա այտենց միշտ է կոչվել, թե Չգիտեմ ինչի, Անահիտ ջան, դա միշտ եթե չի կոչվել, դա ընդհանրապես քաղաքում առաջինն էր։ Սա առաջինն էր, այն վաղթել այդ մաստեր կլաս խոսքը ուղղակի չէին հնարել կամ հնարել էին, չեմ հիշում։ Դե լավ, պարզաբան ենք մտնենք։ Շավարմա։ Ահա։ Քյաբաբ մաստեր կլաս։ Դեգն մտնենք հարցնենք լավ այդքան ուզում ես։ Ուզում ես ես սպասեմ քեզ ստեղ։ Դե գա։ Արի։ Ավելացում եք արել։ Մի հատ ուզում եմ հին աշխատող գտնեմ։ Բարև ձեզ։ Այս քաղաքում մաստեր կլաս որ կա, այդ բոլորը իրար հետ են։ Դուք առաջինը չեք քաղաքում, այս օբյեկտը։ Այսինքն։ Որպես մաստեր կլաս էլի։ Հա։ Ես տենց եմ հիշում։ Այո։ Այդ հաստատ է, որտեղ վիճել ենք մեծ գումարի վրա։ Ինչքանով որ ես գիտեմ, որպես մաստեր կլաս մենք առաջինն ենք 96-ով ընկերս։ Եղավ։ 566։ Շնորհակալություն։
Ես պարզաբանեցի, Ինչ, ես էլ։ որ Ահա։ սա 4 տարի առաջ կոչվել է պիցերիանոց։ Բայց եղել է հետո 4 տարի առաջ մաստեր կլաս, բայց առաջինը եղել է Արշակունյացի վրա։ Հա։ Երկրորդը սա, հետո կոմիտա։ Մի րոպե։ Արի կողքս նոր խոսա, թե չէ բան չէր լսվում։ Հիմա խոսա։ Առաջին եղել է Արշակունյացի վրա, երկրորդը սա է եղել 4 տարի առաջ։ Երրորդը Կոմիտաս, չորրորդը Սարյանի վրա, հինգերորդը Իսահակյան Կասկադ։ Գեցես, լրիվ հարցերը լուծեցի։ Իսկ դու չիմացար Այ պատասխաներ։ Չէ, այդ տղան ասաց առաջինը սա է եղել։ Լավ, մի խոսքով այդ կինը ճիշտ էր իհարկե։ Լրիվ Իշչերպվույշի ոնց է հայերեն։ Կարեն ջան հարցը լուծվեց։ Էլ անգուս չհարցրեցի։ Ֆիշկան եւ այլն։ Մի խոսքով մաստեր կլաս էր։ Ուր են գնում։ Գնանք այդ քանդածունայինք մի հատ։ Ահա։ Այսպես մաքրել են։ Ես փնթի աշնոր գուտկան։ Հիմա մնում աստեղ ինչ պետքա արվի, չեմ պատկերացնում։ Ինչ որ նենց գազոն դրվի, թե կանաչապատվի մի կերպ չէ, արդեն փագում են։ Լավ կանեն կտնանք։ Կարևորը այդ փնթի բանը դուրս եկավ։ Շենքը ազատվեց, հիմա հեռվից կարելի է գեղեցիկ նկարել, որ պատկերացնեք ոնց էր, այ հենա հանդեպ դիմացը մնացել է։ Դնում եք, ամբողջ շենքը փակել է, ուտը գեղա։ Դե վերջ էտ է ուզում ցույց տա, Անահիտը ընդեղ նստեց իհարկե, նստարան գտավ, ես էլ տկանի խանութը, հայտնի, որը իդեպ շենքը մի հարկ շատ զգուշ բարձրացրել են սովետից հետո, ուրվագիծը նույնն են թողել, դե գնացինք, ես էլ իմացանք։ Ահան, ճանապարհս կտրեց սև կատուն։ Ես էլ թարսի պես ընդհանրապես չեմ հավատում տենց բաների։ Նենց որ հեսա կգնամ ու մի քյալակ կգամ։ Իսկ որ հավատա ինչ պիտի անեի, շուրգայի հետ գնայի։ Ասել գաթան։ Մեր սեդան մեզ ծանոթացրեց գաթայի հետ։ Հələ ինչ լեմբոլ տեղ բացվեց։ Այս նույն տեղն էր, որ ես Մենք այդքան տանջվեցինք, չկարացանք մտնենք։ Որոշեցին լենացնեն։ Են էլ մենք գնացինք։ Երեխեք արդեն հավաքվում են աչքիս, կամաց։ Այսօր սաղ տղաներ էին։ Այս խնկալին մեծ է սրանց մոտ։ Բայց լիմոնն են փոքրացրը։ Կոնը լավ է, մեծ է։ Ես քեզ կտամ մի նախանձի։ Ափսոս, ես սիրում եմ նախանձել։ Հա, մի հատ է ժնգյալով հաց վերցրեցինք արդեն։ Սաղ կերանք, մոռացա ցույց տամ։
Վատը չի։ Ես էլ մեր հաշիվը հայր։ Լամաջոյի մի հատը 1400, երկու հատը բնականաբար 2800, թան բաժակով մի հատը 400 դրամ, կոկա-կոլա, փոխեցինք կոկա-կոլա վեկալանք 400 դրամ, ժինգյալով հաց մի հատը կիսեցին մեզ համար 1100 դրամ, ամեն մեկս կես կերանք 10%, 5170 պլյուս 500 վերջ նանայիթին ասեցի դու նստի ես մի հատ ծխեմ բայց տեսած տեղ ենքան մարդ կա սպասող նենց որ վեկարցանք Ես ներգալուց լծվեցին Ես որ եկա ահագին սեղաններ կային ազատ ես որ եկա տեսա կողքերը շուրջը ծաղ ազատ էր հիմա էլ սաղ ես մարդիկ էլ հուսախապ գնացին որտեղ տեղ չկա սպասեցին Բա հենա տեղը դե չգիտեմ երևի այնտեղ ասել են ուրիշ իրանք նստեցին կինն էլ ջղայնացավ որ իրան անտեսեցին մատուցողը շատ լավ տղա էր բայց միսը այսօր դուրս չի կավարմի ինձ թվում է չոր էր մի խոհարարը քիչ չէ փոխվել է հա բայց հարցրեցինք ասեցին նույնն է խոհարարն էլ է նույնը լրիվ ուրիշ միսն էլ է նույնը ինձ լամաջուրին էր դե Անահիտ ջան քեզ դժվար է գոհացնելու գործը Չէ, նամադոին իհարկե ավելի լավ Դու ավելի հավանեցիր Հա Ժողովուրդ ջան, ես անկեղծ ասած ինչ-որ տարբերություն չտեսա Ուզբեչկա Այս ուզբեչկան Անահիտ Ստալինկա էր մի բաղ Չէ, էդ չեմ ասում Ձեր դպրոցի կողմերը ավանում ուզբեչկա կար բացված Հետաքրքիր է ինչ տեղ է Գիտես ինչ, ինձ թվում է Չարենցի վրա էլ կա այդ ուզբեչկան Այդ Ձերժինսկից թե դիմացը, թե մի քիչ այնքան Հա Այ որտեղ ինեսի ծնունդը մի տարի անցավ, այ դրա կողքը ինձ թվում է էլի կա ուզբեչկա Հա, Երևանը կամաց այ ուզբեչկեքը կան Երկու գեղեցկուի Ուզբեկիստանից են Շատ գեղեցիկ է Կնկարվեն, վերջում են բլիթը կուտեն Չէ, իրանք տեղի աշխատողներ են ինձ թվում է աշխատողներ Բա իհարկե Ինչ կա մեծ բաներ Ես արեջ լավ մազեր ունի Ես ուզում եմ ասեի սիրուն կոստյումեր, բայց այդ մազերից ասեցի մեծ Գլխարկ էր Տղա էր իմիջալոց, աղջիկ Տղա էր? Չգիտեմ, ես տված Ինձ թվում է իրա մազերը չէր, գիտես պարիկ էր Ինչ-որ տեց անբնական էր շատ Կարծում ես? Այո, կարծում եմ Երկու բան ասա այս շորերի մասին Անահիտ, որպես մասնագետ Ես սենց շորերը երբեք չեմ հավանել Բայց այն աղջիկը լավ կանգնել է Այն գեղեցիկ մեկը ոչինչ Բայց այս մեկը հեչ բան էր մեջտեղինը Ոնց, բա ինձ մեջտեղինը դուր եկավ Ինչը Ստիլա վերադարձել Ինչ վատ է, որ ձինը դուրբին օրինակ ես շորով պատկերացնում ես, ինչ գեղեցիկ Թե գույնը ինչ, չգիտեմ, չեմ հավանում մի խոսքով Հա, դու հələ լամաջոյի մասին ես մտածում ես Չէ, այստեղ ամառը օրինակ մի երկու հատ շոր կար, որ ինձ դուր եկավ, հիշում ես, ես քեզ ասացի Իհարկե հիշում եմ, բա դրա համար էլ ասեցի մի քիչ Բայց այս շորը ես չեմ Ասեցի մի քիչ լավ շորերից խոսած տրամադրությունդ լավանա Լահմաջոյից հետո Էլ չեմ գա ես ստեղ Նույնիսկ տենց, հա? Այո Ափսոս, ես քո սիրած տեղերից մեկն էր Հա, տեղը շատ լավն էր, բայց Ասենց Հայր ջան, դե լավ, իսկ ժինգյալով հացը ոնց էր, Անահիտ Մի քիչ այդ ժնգյալով հացը գոնե սոճներ էր, ինչ որ ուտում էր, ինչ որ
Սոչնես կար մեջը, ոնց են ասում հայերեն։ Ինչ իմանամ։ Հա, բայց շատ էր կանաչի։ Տեսար ես վերջում արդեն դատարկեցի։ Կարենն է, բարև ձեզ։ Ողջույն։ Զգում եմ, որ ծաղրով։ Ոնց եք։ Լավ ենք, Երևանն եք վայելում։ Ես անընդհատ նկարում եմ Կարեն ջան։ Չէ, դե մենք էլ ենք վայելում, չնայած միշտ էստեղ ենք։ Հիմա մեզ նկարում եք։ Պաստորեն։ Հա, ու ասացյունը։ Ոնց եք։ Ձեր ասած խոսքերը անընդհատ հիշում եմ, որ Երևանը սարերի քաղաք է։ Իմ պատոհանի սաղ սարերը փակեցին։ Այո, մեր կողմից։ Ես իմ խոսքերը չի, բանկար, Յանսոն էինք ասում, դրակիր մարդ էր, Հովանես Հակոբյան, ասում էր մեր ծովերը մեր սարերն են։ Այո։ Ծով չունենք, բայց անի ռետակի։ Դա, այո։ Վալնիստի։ Հա, էլի, ոնց որ վերցնես մարդուն ծովից մի հատ պատնեշով ծածկես, ինչին է նման ծովափը, չէ։ Հա, մի հատ բարձրահարկես կողմից են տնկել։ Մենք գիտեք որտեղ ենք կենթանաբանական այգին պատկերացնում եք, հենց իր գլխի սովետական շենք է, են պատյոմում էտաժեի։ Դա, կենթանաբանականի հենց վերևը, ես կողմից Արարատ է, են կողմից Արագացը։ Растение. Она вроде бан. Ну, растение где это? Բուսաբանական։ А это зоопарки. Это лав է։ Зоопарки. И вы смотрите на животных, уже ни на что не смотрите. Нет, но Գիտեք, первые годы առաջ там было հենց հավես էր արյուծի ձենը նսլավ գալիս էր գիշերները։ Հիմա չկա։ Չէ, կատակ չի։ Չէ, լուրջ եմ ասում։ Գիշերները լսվում։ Որ նոր ստացանք։ Լավ, տարիները они рожают новых. Գիտեք ոնց էր, որ այն վաղ ստացանք տունը։ Արջևը լրիվ ամայի տարածք էր։ Հիմա ինձ թվում է որ ծառեր են տնկել, ծառերը կլանում են այդ ձայները, ոնց որ թե։ Կարեն ջան, դուք հիմա Երևանում եք բնակվում։ Լրիվ։ Էլ ոչ մի Մոսկվա, ոչ մի։ Հա։ Երևանը լավ է, այ մարդը, կարգին եղանակները ճիշտ, չէ, ամառը, ամառ։ Հիմա բաբի լետը, էլի, իսկ Մոսկվայում հիմա արդեն ձուն է եկել, չէ։ Ասացելը չէ, բայց շատ Ցուրտ է, հիմա ինչ է կասում։ Հա, չէ, ստեղ լավ է։ նոր քչեցի, բայց Մոսկվան հրաշալի է, լավ տարիներ անցան։ Հյուսիս է, էլի։ Այ ես սիրում եմ, որ մարդ որտեղ ելնում է, այդտեղը հավանում է։ Պագոդա տրասիչն է, բայց ինը, պագոդա։ Հա, Նուկակի Պիցերբուրգ, էլի։ Պիցերի Հա, նա լրիվ բայց սոսկալի է։ շատ գեղեցիկ քաղաք է, բայց կլիման սարսափելի։ Կարեն ջան, Սիրուն ավելի վար, Վայ, մենք գնացել ենք։ ավելի վար կլիմա, բայց Մոսկվան։ դե Հա, մենք ես վերջերս երկու անգամ գնացինք։ մենք նավդեյն ենք գնում։ Հավանենք այդ քաղաքը տանյան։ Հա, հա, մենք էլ Մենք շատ արդեն հավանել երեք ենք։ անգամ Ոնց որ թե ենք։ 2-3 անգամ էլ հա մենք ենք։ երեք один раз мы были на неделю. Մի քիչ այն ձիերի վրայի հոտը դուր չի գալի, այն եկեղեցու կողքը։ Հա, որ գալիս է։ Դրանց Մենք Իտալիա Շտրասը շատ եւ- երիտասարդեի գնացինք Մեր Իտալիա։ երեք թորն ամբողջ օր Եվ հետս մեր Հա, տեղ ձիերի վրա։ ես էլ ձեր կողմից եմ մտածում։ Ուրեմն մենք Որտե՞ղ։ Ֆլորենցիա Ահա։ Էլինդեր, հա։ ռեստավրատորների հետ Ահա։ գնացինք։ Եվ մեկը ինձ տկում տկում ծելի էլի։ Հա, խոշոր տղամարդ էր։ Տղամարդ է։ Հա, Ձին մեջ կսկծեց։ չէ լուրջ։ Քիրիզ այդ մեշոկներ են, չէ՞ սա։ Հա, Պամպոն է, չէ, մի պամպոն է, նամորոս է։ հա։ Հա, Դե թմբլիկ մարդ է եղել, դուրը եկել է կծել է։ Ցավում է շատ։ Ինչ ասում, հա, բա ինչ կանի, դե ծատամներ ունի։ Կարեն ջան, իսկ ձեզ որպես ճարտարապետ, սենց
բան, օրինակ, ես Պիտերում անընդհատ այդ էի մտածում։ Կամակոր թե կամավոր Պյոտրը որոշել է այդտեղ սարքի։ На болотах, да. Նա բալոտեղ։ Ու ես անընդհատ մտածում էի, երևի սխալ է կամավոր տենց քաղաք սարքել, էլի մարդիկ գալիս են ինքն իրան այդտեղ ապրում են։ Դուք կրկնօրինակում է։ Դիտվին կարդացել եք Ուրոկի Արմենիի։ Չեք կարդացել։ Ինչ որ բաներ կարդացել եմ։ Կտորներ։ Զրիչի yapım։ Ինչ ասում։ Որ գալիս է Հասրացյանի մոտ, ինքը Պետերբուրգից է, Լենինգրադից։ Այո։ Ասում է, որ Պյոտր построил этот город ինքնա պատմում Հասրացյանին, նա շատ ընդունում է, ասում է, դա տենց Հասրատյանի հետ է խոսում։ Ահա։ Պյոտրը մասին է ասում, Դարմանյանը նույն բանով է։ Որ թատրոնի։ Մյուս կվարտալ։ Տեխնիկային։ Հա, մի հատ բարձացեք ու աչ Խաչմերուկից։ Հա։ Եվ Դարմանյանը տենց արեց, ոնց որ Պյոտրը Ահա։ նույնն էլ եկավ նոր քաղաք կառուցելու։ Հա, բայց այդտեղ մարդիկ էին ապրում, արդեն ներողություն, ես նորը սարքեմ։ Կարեն ջան, բայց Պիտերում ինչ որ մեկը ապրում էր այդ։ Практически մոտ է, Там болото были Դե сплошные. բալոտը դրա համար տենց ախմախ եղանակ է էլի, որտեղ մի մարդը ոնց կարա իր խելքով քաղաքի տեղ որոշի։ Թե չէ։ Դե հիմա Չէ, միշտ մի մարդն է ինքը միշտ նախանձում է գալած։ Մի րոպե, Փարիզը այնտեղ ես ինչքան գիտեմ, միջև էդ էլ ապրում էին մարդիկ, ժողովուրդներ։ Բայց տեղը քաղաքի որոշում են մեկը, գալիս է ինչ-որ մի թակավոր, մի վայրենաչարնիկ, մի բան։ Շատ խոսացինք։ Այո, ձեզ լավ երեկո։ Ստեսն ձեզ։ Դե արի հրաժեշտ տանք, Արմեն, դու շատ ես նկարել այսօր։ Ժորժան լավ մնաք։ Միշտ առողջ լինեք։ Լավ Ինչքան տրամադրություն կարակ եկեք Երևան։ Երևանը ձեր գալուց գեղեցկանում է, ծաղկում է, ծաղկում է։ ուրախանում է։ Ես տենց բան Այո։ նկատել եմ իմիջայլուց։ Հա։ Նենց որ այդ հաշվի առեք։ Միշտ առողջ։ Եվ խաղաղ երկինք։ Այո։ Տիկինեմային էլ ջերմ ողջույններ։ Հա, իմ աջաջան ողջույն։